Եվ տուզիկը չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք։ Մեր ժողովրդի իշխանությունը Այն, որ ասում եք ուժեղա ու հզորա, եկեք հասկանանք ինչ որակներ մարդը պետք է ունենա, ինչ բնավորության գծեր պետք է ունենա ու ինչերից է կազմված այդ ուժեղ առաջնորդը, ուժեղ լիդերը ու ուժեղ մարդը։ Այս նաև նշանակում է, եթե ձեր վրա աշխատեք ու ձեռք բերեք այս որակներն ու գծերը, դուք եւս ընկալվելու եք որպես առաջնորդ, որպես ուժեղ լիդեր։ Դուրս եմ գրել Ես չգիտեմ այսքանը կկարդամ թե չեմ կարդա, բայց ինքնակենսագրության հիման վրա դուրս գրված որակներ են, որոնք որ մոտավոր ինձ թվում է պատկերացնում եք, չէ՞, որտեղ նշված չի։ Ես այնտեղ չգիտեմ համառություն ունեմ, ես ճկուն միտք ունեմ կամ ռացիոնալ մտածողություն ունեմ, չէ։ Այս տողատակերից հավաքած որակներ են, որոնցից որ կազմված է Ռոբերտ Քոչարյանը։ Ես նաև ուշադիր եմ եղել, թե ումա ինքը ուշադիր եղել, որովհետև ասա ումով ես հիանում դու, ինչ որակներ ես դու մարդու մեջ նկատում, զգում, տեսնում ու ասեմ ով ես դու։ Նախ ամենաառաջինը, եթե դու ուզում ես դառնալ լիդեր, դու պետք է լինես գաղափարին նվիրված։ Քո ճակատագիրը քո գաղափարից պիտի չտարբերվի։ Ու այս լիդերի առաջին հատկանիշներից է։ Լիդերը նաև կազմված է լինում ճկուն մտքից, ճկուն մտածողությունից, իրավիճակներում ճկունություն ցուցաբերելուց, դիսցիպլինայից ու համառությունից, այն համառությունից, որ դու գործը սկսել ես ու այդ գործը պետք է ավարտին հասցնես։ Բացի այդ, միշտ ցանկացած իրավիճակում, ցանկացած հարաբերությունների մեջ ընտրեք այն մարդուն, ում խոսքը գործ է դառնում։ Այս շատ լավ բնութագրում է Ռոբերտ Քոչարյանին ու հեռու մնացեք կիլոմետրերով այն մարդուց, ով մենակ խոսում է։ Իրատեսական նպատակներ դնել ես եւս շատ կարեւոր է, այսինքն օդային ինչ որ երևակայական բաների մասին ստեղ խոսքը չի գնում, լիդերը դրանից չի կարող կազմված լինի։ Նաեւ նախապես պլանավորել, նախապես հաշվարկելը, մոտալուտ վտանգները հաշվի առնելը, վատագույն տարբերակը ինչ կարելի լինի, նոր հետո արդեն մտածել ոնց անել, որ խուսափել այդ վատագույնից ու քայլեր ձեռնարկել, որպեսզի սկսած ճանապարհը հաջողությամբ պսակվի։ Նաև այն, որ ասում եմ, ինչ որակների վրա ինքը ուշադրություն դարձնել, այդ խարիզման է մարդկանց մեջ, որ իրան գրավել է, այդ էներգիչն լինելը, էներգիայով լիքը լինելը, այդ ռետորական ունակություններն է մարդկանց, որ էլի իրան շատ գրավել է, հնարամտությունը, փորձը մեծ ուշադրություն է ինքը դարձրել փորձին, նաև շնորհակալ է եղել ցանկացած օգնության համար ու հավատարմության համար։ Հավատարմությունը այն ամենաբարձր մակարդակում է իր մոտ դրված։ Ու այդ լրիվ նորմալ է, որ կան մարդիկ, ես եւ անverջ կխոսեմ իր մասին, բայց երբ թե ավարտեմ, ինչ էի ուզում ասել, որ լրիվ նորմալ է, որ կան մարդիկ, ովքեր որ իրան չեն հավանում, որովհետև մենք հավանում ենք նմանին, մենք պիտի նման լինենք, մենք պիտի ունենանք այս որակներից գոնե մի քանիսը, որպեսզի իրան կարողանանք գնահատելու։ Այդ լրիվ նորմալ է, եթե դու չունես ներքին դիսցիպլինա ու ենթադրենք ստախոսս, նորմալ է, որ դու իրեն չես հավանելու, եթե դու չես սիրում կարգ ու կանոն, այդ խստությունը նորմալ է, ու ինչ որ թափթփված վիճակը քո ամբողջ կյանքում, քո գործունեության մեջ լրիվ նորմալ է, որ դու իրան չես հավանելու։ Իսկ հայ տականքի մասին ես անպայման դեռ կխոսեմ։